քվեարկությունից երկար ժամանակ չի անցել մեկնարկից, բայց տարբեր ընտրախախտումների մասին են խոսքում, կուտակումների մասին է խոսքը, այն արձանագրումներ եք այս ընթացքում մասնակցության վերաբերյալ հասարակ ակտիվիստների։ Ուրեմն այդ ընտրախախտումները, որ հայտնաբերել են, ունենք հանձնաժողով, ունենք վստահված անձիկ, նրանք արձանագրեն, մնացած մասով կասեն, որ դա իրավապահների հարցն է, որոնք որ կբարձրացնենք մենք, եթե ինչ-որ մեծ ընտրախախտումներ կա։ Մասնակցության մասով էլ նոր եմ մոտենում ընտրատեղամասին, ընթացքում կհասկանամ ինչպիսի մասնակցություն կան աչուձախ ընտրատեղամասերի կողքը փակցված Գարգիշտի Մեխակյանի պաստառներից, օրինակ Դողստյուղում այս տարածքում դուք նկատել եք, ես միացում շատ կային։ Մեր ընտրատեղամասին մոտ պաստառներ չունենք, որ ոչ մի տեխնացու չունի։ Պարոն Հարությունյան, շանսերն ինչպես եք գնահատում։ Բարձր, շատ լավ։ Հետաքրքիր է, բայց այսօր որ տեխնացուին մոտեցանք նույնն ասած, ինչ է կարծում։ Բնականաբար բոլորն էլ նույնը պետք է ասեն, բոլորն էլ ունեն ակնկալիքներ, ամեն դեպքում ընտրության արդյունքները ցույց կտա, թե որ մեկը սա ճիշտ մեր ասածին։ Բաղով է ունենալու իշխանությունը ստեզ ընդդիմությունը, թե այս պահին գործող իշխանությունը, այսինքն քաղաքացիական պայմանագրին հաղթել, թե կուզում դիմադիր բոլոր ուժերով միասին կհաջողվի, թե չէ, այդ ձերի տարկումը ասեք ու մի հարցեր, հա, այդ առումով։ Մենք հայտարարել ենք, որ ընդդիմադիր դաշտի հետ մենք պատրաստ ենք բանակցությունների, իսկ մեր այս պահի դրությամբ մեր առաջնային խնդիրը մենք մեզանով իշխանություն վերցնելն է։ Իսկ բանակցությունները որն են, որ կոալիցիոն իշխանություն կազմում եք, թե ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, մյուսներ իրենց ձայները տան, ոնց եղավ Գյումրու դեպքում։ Մինչև օրս նմանատիպ խոսակցություն չենք ունեցել, մինչև օրս չենք նստել սեղանի շուրջ, ձեր ասած չենք որոշել ոնց հալնելու, որովհետև ամեն մեկս էլ մեր հերթին ունենք մեր ակնկալիքները, իսկ ակնկալիքները ցույց տալուց հետո ժողովուրդի իր քվեով ցույց կտա, նոր մնացած մասով դրանից հետո։ Տեսնում ենք, որ միայն այն, որ քվեարկության միջոցով ընդդիմությունը հաջողվում է, հա, ինտեղ տեխնացու առաջադրել դիմադին, միայն դա երաշխիք չէ, որ իշխանությունը իրենք այդտեղ կպահպանեն։ Մենք տեսնում ենք Գյումրիի օրինակը, Վանաձորի օրինակը, որ քվեարկությամբ հաջողվում է իհարկե իշխանություն վերցնել, բայց այդ պահպանել չի հաջողվում տարբեր քվեական բարույթներ գործել։ Ոչ մի բան հավերժ չի։ Ոչ մի բան հավերժ չի, պաշտոնն էլ հավերժ չի, ինչ որ տեսել ենք, բոլորս ենք տեսել, իսկ մեր մասով ժամանակը ցույց կտա։ Իսկ օրինակ ձեր դեմ ինչ-որ բաներ կան, կոմպրոմատներ կարողանան հետագայում ներկայացնել։ Չէ, մեր դեմ չեն կարա, մենք մաքուր մարդիկ ենք, մենք խնդիր չունենք։ Բայց պարոն Հարությունյան, տեղեկություն տարածվեց, որ ձեր եւ ձեր տեղեկությունները մենք ինքներս ծանոթացել ենք, մենք ինքներս իմացել ենք կայքերից, լրատվամիջոցներից, մամուլից, մեզ միջ օրս ոչ մի ծանոթություն չի եկել, միջ օրս ոչ մեկ մեզ չի հանդիպել եւ էդի մամուլի, այսպես ասած, տեղեկությունն է, որ մենք տիրապետում ենք։ Ընտրվելու դեպքում ինչպես եք աշխատելու, ինչպես եք շարունակելու, ինչից եք սկսելու եւ կամ ձեզ դրոյական կետը կա։ Ընտրվելու դեպքում սկսելու ենք հաջորդ օրվանից աշխատելը եւ այն ամենը, ինչը որ խոսք ենք տվել, աշխատելու ենք դրա, այսպես ասած, մեր խոսք տվածները, որ գործով ապացուցենք։ Դրակատետի չեք սկսել, չէ՞, ասենք քանդեք ամեն ինչ բանակցություն։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Դիմումի հետևանքների, որովհետև իրավապահները ուսումնասիրություն են սկսել, դրանց արդյունքների մասին տեղեկեք։ Արդյունքները մենք դիմում էինք ներկայացրել, որ խախտումները շատ են, որպեսզի թույլ չտան քաղաքացիական պայմանագիրը մասնակցի ընտրություններին, բայց թույլ տվեցին։ Բայց մասնակցեցին։ Եվ մի հարցել, ասացիք գործակցելու հնարավորություն կա որևէ քաղաքական ուժ, որի հետ որևէ կերպ ձեռքսեղմման չեք գնա, որևէ կոալիցիոն կամ այլ համաձայնության չեք գնա։ Մենք բազմիցս նշել ենք, որ քաղաքացիական պայմանագրի եւ նրան սատարող ուժերի հետ այդ ուժերը որոնք են, էլի արդեն պետք է բաց ուժերը էդի արդեն այսպես ասած ցույց կտան ընտրության արդյունքները, ովքեր են այդ ուժերը։ Օրինակ կարող հանրապետության ձեռքը սեղմեք, հետո ասեք չգիտեի, որ սա դառնում է ԿՊ-ին։ Չէ, չի կարող։ Իդեպ հանրապետությունն ասել է, որ ԿՊ-ն է իրեն միանալու, ստացվում է այդ մի խոսքը վետերան ինքը ավելի շատ ձայն ունի, քան Զանիկը։ Դե այդ հարցերը իմ կարծիքով իրենց, որտեվ դա իրենց, այսպես ասած, կուխնյան է, ես չեմ ուզում խառնվեմ իրենց ներքին կուխնյային։ Այդ հարցերը իմ կարծիքով իրենց պետք է տակ, ոչ թե ինձ։ Իրենք գիտեն, չէ, իրենց տարածք ես չեմ ուզում։ Պարոն Հարությունյան, մի բան էլ
Տենց բոլորս գործընկերս հարցեր, բոլորը տենց վստահ ասում եք, որ հաղթել են, հիմա վերջը օրինակ մենք ոնց մտածենք զամութից հետո որ բացեն քրակները ավելի շատ ում ձայներն են, ավելի շատ շանսեր են այս դրան։ Դե արդեն մեր մարդ տեսակի, մեր մաքրության, որ մենք մաքուր մարդիկ ենք, ովքեր որ մեզ ճանաչում են, այդ ամեն ինչը կփաստեն, որ մենք խնդիր Հիմնականում գյուղական բնակիչներ են ձայն տալու։ Ինչ է։ Ձեզ հիմնականում գյուղական բնակիչներ են ձայն տալու հաշվի առնելով, որ դուք համայնքապետ եք եղել երկար տարիներ։ Մեզ ընդհանուր ձայն են տալու վաղաշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներ։ Ձեր գյուղում կհաղթեք, շատ ձայն կհաղթեք։ Աստված առաջ։ Տպավորությունը երեկոյան պարզ կլինի։ Ընդդիմադիր ուժերից ֆավորիտ տեխնատուն դուք եք, թե օրինակ Սևակ Խաչատրյանը կամ Խաչիկ Մանուկյանը։ Ես ոչ մեկին ոչ ուզում եմ թերագնահատեմ, ոչ էլ ուզում եմ ինչ-որ մեկի ուժով, այսպես ասած, հպարտանամ կամ ուրախանամ։ Մենք մեզ գիտենք, մենք մեր ուժը գիտենք, մենք միայն մեր մասին կարանք տեղեկություններ տանք ձեզ։ Մեր մասով էլ ես ասում եմ, որ մենք հաղթելու ենք։